Հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.6%, պայմանավորված հիմնականում ծառայությունների և շինարարության ճյուղերի աճով։ Առևտրի և գյուղատնտեսության ճյուղերի աճերը ևս նպաստել են տնտեսական ակտիվությանը, մինչդեռ արդյունաբերությունը նվազել է հակազդելով տնտեսական ակտիվությանը։ Այս տարվա պետական բյուջեի 9 ամսվա կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը ֆինանսների նախարարն է ներկայացնում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։ Հունվար-սեպտեմբերին պաշտոնապես գրանցած գործազուրկների թվաքանակը նվազել է 15%, կազմել է 36.821 մարդ, իսկ վարձու աշխատողների թվաքանակը աճել է 4.8%, 9 ամսում աճել է նաև միջին ամսական աշխատավարձը 5.3%-ով, կազմելով 295.042 դրամ, պետական հատվածում 227.888 դրամ, ոչ պետականում 320.901 դրամ։ Այդ աճի վրա ազդել են առևտրի, կրթության, մշակող արդյունաբերության ոլորտներում աշխատավարձերի աճը, մանրամասնում է Հովհաննիսյանը։ 3.3% գնաճի պայմաններում միջին ամսական աշխատավարձի իրական աճը կազմել է 1.9%։ Ինչ վերաբերում է գնաճին, Վահե Հովհաննիսյանը բացատրում է, նախորդ տարի սննդամթերքի գնանկումային միջավայր էր, այս տարվա գնաճի արագացումը այդ գնանկման համեմատ է, ու այդ գնաճի հետևանքով հիմնականում նախորդ տարի իջած գներն են վերականգնվել։ Ինչին օժանդակել են բարձր ներքին պահանջարկն ու համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ճնշումները։ 25 թվականի 9 ամիսների ընթացքում գնաճը արագացել է, հաստատվելով ԿԲ թիրախային միջակայքում, 12 ամսյա գնաճը սեպտեմբերին կազմել է 3.7%, իսկ միջին գնաճը, ինչպես ասացի, 3.3%, 12 ամսյա բնականոն գնաճը 3.5%։ Հունվարից սեպտեմբեր, չնայած հայկական ապրանքների արտահանումը աճել է 9.1%-ով, բայց ընդհանուր արտահանումը 9 ամսում նվազել է 46.8%-ով։ Պատճառը ոսկու, արծաթի, պլատինի վերարտահանման նվազումն է։ Այդ ցուցանիշը ազդել է նաև ներմուծման թվերի վրա։ Այդ դեպքում էլ 33.4%-ով նվազում կա։ Մինչդեռ առանց վերարտահանման ազդեցության, ըստ գլխավոր ֆինանսիստի դիտարկման, ներմուծման աճը համապատասխանում է ներքին պահանջարկին։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թվաքանակը աճել է 0.8%-ով, որը հիմնականում պայմանավորված է եղել այլ երկրներից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի աճով։ Այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թվաքանակը աճել է շուրջ 4.4%-ով, պայմանավորված Վրաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թվաքանակի աճով։ Նախորդ տարվա համեմատ և եկամուտներն են աճել, և ծախսերը։ 2025 թվականի 9 ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների աճի բարձր տեմպը պահպանվել է, պայմանավորված հարկային վարչահարության արդյունավետության բարձրացմամբ, նախորդ տարում տնտեսությունում, հատկապես ֆինանսական գործունեության ոլորտում արձանագրված հարաբերականորեն բարձր շահույթներով։ Տնտեսության առանձին ոլորտներով, մասնավորապես շինարարության ոլորտում հարկերի վճարման ժամանակային առանձնահատկություններով, ինչպես նաև նախորդ տարում ներմուծումից գանձվող հարկերի որոշակի նվազմանը հաջորդած վերականգնողական աճով։ Աճ է արձանագրվել պետական բյուջեի ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերի գծով համապատասխանաբար 7.7 և 45.5%-ով։ Բյուջեի եկամուտների գերակատարման և ծախսերի համեմատաբար ցածր կատարողականի արդյունքում 2025 թվականի 9 ամսում պետական բյուջեն ձևավորվել է 79.9 միլիարդ դրամ պակասուրդով։ Հայաստանի պետական պարտքի մասին սեպտեմբերի 30-ի դրությամբ այն 14 միլիարդ 196 միլիոն դոլար է։ Դրամային արտահայտությամբ պետական պարտքը 25 թվականի 9 ամսվա ընթացքում աճել է 6.7%-ով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված 10.5%-ով։ Այդ պարտքի 6.4 միլիարդ դոլարն արտաքին, 7.3 միլիարդը ներքին պարտքն է։ Ֆինանսների նախարարի գնահատմամբ 9 ամսվա կատարողականը համահունչ է կառավարության կանխատեսմանը։ Իրինամ Կրչյան, լուրեր։